Սա Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան փողոցն է, ուր կան բազմաթիվ մշակութային և կրթական օջախներ։ Խնդրեմ, սա Երևանի 101 տարեկան պարարվեստի նախկինում ուսումնարանն է, այսօր քոլեջ է։ Իսկ սա քաղաքի թվով երկրորդ երաժշտական դպրոցն է, որը կրում է Սայաթ Նովայի անունը և ստեղծվել է 91 տարի առաջ։ Իսկ սա արդեն երկու կրթական օջախների ընդհանուր պատն է Մոսկովյան փողոցի կողմից։ Այսպիսի տեսք այն ուներ բոլորովին վերջերս, և դա նորություն չէ, արդեն 20-ից 25 տարի ես դիմում եմ քաղաքապետարանին և կենտրոն թաղապետարանին, որպեսզի վերացվեն այս անկոչ գրողների, ավելի ճիշտ խզբզողների գրառումները, սակայն ապարդյուն։ Իսկ այժմ ուշադրություն, ընդամենը մեկ անձնական գրառումից հետո կենտրոն համայնքի ղեկավար Պետրոս Պետոյանին չանցավ անգամ մեկ ամիս և տեսեք արդյունքը, վերջապես պատը մաքրվում է, մնացել է մի փոքր հատված, և ինչպես տեղեկացա պարոն Պետոյանից, շուտով շենքը կստանա նաև գեղարվեստական լուսավորում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ և երևանցիների անունից պարոն Պետոյանին այս արդար գործը իրականացնողներին օպերատիվ արձագանքի համար։ Գիտեմ, դեռ շատ անելիքներ կան Երևանում, մասնավորապես կենտրոն համայնքում, սակայն երևանցին էլ պետք է հետևողական լինի։ Սիրենք մեր քաղաքը, պահպանենք այն, չաղտոտենք։ Այո, սիրենք, որպեսզի քաղաքը սիրի մեզ, չէ որ այն նույնպես կենդանի շունչ է։ Սա մեր քաղաքն է, մենք դեռ շատ անելիքներ ունենք։